Ով էր այն հայը, ով ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու կողմից ստացավ մրցանակ։ Նա ծնվել ու որոշակի ժամանակ անցկացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Նա սովորական մեկը չէր, այլ մարդ, ով ուներ առողջական խնդիրներ, եւ այդ խնդիրները լուծելու ճանապարհին նա դարձավ գյուտարար։ Նրա անունն է Էմիկ Ավագյան։ Էմիկ Ավագյանն ուներ մանկական ուղեղային կաթված, եւ նրան բուժելու նպատակով նրա ծնողները նախ նրան տանում են Ռուսաստան, հետո Գերմանիա եւ վերջնականապես նրանք հաստատվում են ԱՄՆ-ում, որտեղ որ նա հիմնական կրթություն է ստանում։ Նա բազմաթիվ գյուտերի հեղինակ է, որոնցից է շնչառությամբ կառավարվող տպագրական մեքենան, անվասայլակը մեքենան տեղավորելու մեխանիզմը, իսկ ամենակարևոր ու նշանակալից գյուտն այն եղավ, որ նա ստեղծեց ավտոմատ սայլակը։ Այս հայտնագործությունը թեթևացրեց ամբողջ աշխարհում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը։ Էմիկ Ավագյանը մրցանակ ստացավ ոչ միայն ԱՄՆ-ի նախագահից, այլև Պարսից շահից։ Նա մրցանակ է ստացել նաև հայկական 200-ամյա կոմիտեի կողմից։ Ճանաչենք եւ գնահատենք հայի այս տեսակը՝ պայքարող, ստեղծող, պատմության մեջ անջնջելի հետք թողող։ Իսկ սա Անիաս Էջն է հայերի ու հայկականության մասին։ Միացեք։